աշխատանքային կենսաթոշակ ստացող մեր մոտ 500,000 քաղաքացիները, նպաստ ստացող հաշմանդամության մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ, հիմա կասեմ ինչի կոնկրետ թիվ չեմ ասում, եւ իրանց հարակից ավելի փոքր տեսակի հատուկ անուններ ունեցող կենսաթոշակ ստացողների ու կենսաթոշակը բարձրանալու է ծերության նպաստած ուղիղ 10,000 դրամով։ Եվ 500,000 մոտավորապես 600,000 քաղաքացիներին է բարձրանալու է ուղիղ 10,000 դրամով եւ մենք ինչքան ունենք շահառու 660,000։ Այսինքն մոտավորապես 60-90% Ավել։ Այնտեղ որտեվ ես որ ասում եմ ուղիղ 10,000-ով, հիմա այն մյուս կտորի մեջ կան մարդիկ, որ ավելին է բարձրանում, քան նույնիսկ 10,000-ով։ Եվ այստեղ կա բացատրություն, ինչով է դա պայմանավորված, տարբեր բանաձևերով են հաշվարկվում այս կենսաթոշակները եւ կան երկարամյա զինվորական ծառայության մեր կենսաթոշակառուներ, որոնց դեպքում բանաձևը մի փոքր այլ է եւ այնտեղ մենք երկու ցուցանիշ ենք փոխում եւ դրա արդյունքում ստացվում է, որ շատ մեր զինծառայողներ օրինակ իրենց կենսաթոշակը երկարամյա ծառայության կեսօր կբարձրանա 15,000 դրամով, ընդհանուր մինչեւ ունենք դեպքեր, որ ավելի եւ շատ քիչ դեպքերում, որոնց կենսաթոշակը նաեւ արդեն բարձր է 90,000-ից բարձրանա, ասենք 5, 6, 7,000 դրամով։ 10,000-ով չբարձրացողների թոշակը բարձր է։ Ի սկզբանե արդեն բարձր է։ Այսինքն մեր ծանոթ սովորական ծանոթ թոշակներից էականորեն բարձր է։ 90,000 կա, 100,000 կա, 120,000 կա։ Միջինը այդ քաղաքացիների, որոնց որ ասում ենք ուղիղ 10,000 չի բարձրանում, հիմա 96,000 է միջին կենսաթոշակը, այո։ Եվ այդ բարձրացումից հետո կդառնա 105,000։ Այսինքն այնուամենայնիվ 8,500 դրամի չափով միջինով բարձրանում է։ Բայց մնացած բոլորինը բարձրանում է ուղիղ 10,000-ով